Այն որ ասում է մեր ժամանակվա ջահելությունը ուրիշ էր, ոչ մանա ուրիշ չէ։ Մենք էլ էինք ջահել, դրա համար ենք դա հիշում, բան։ Այսօրվան էլ եւ լավը կա եւ վատը կա։ Ամենը դեպս իմ ուսանողները ես հիմա բանեմ հերակայում եմ դաս տալիս, մարդիկ արդեն աշխատում են ամել եւ շատ ավելի բան են, ոնց ասեմ, ավելի հասուն են, որտեղ աշխատում են, փող են աշխատում, սովորում են, բան, մի խոսքով եւ տեսնում են, որ կան մեջները շատ լավերը եւ կան շատ լավերից ինչ եք սովորում, պարոն Ծատուրյան։ Ռեժիսորական կուրսը եւ շատ པարզ իրանց ասում աղջիկ ջան, դու արի թողել ես գործը, քեզ համար եմ ասում, ինձ համար ինչ է, չկաս դու ես գործում։ Բայց կնեղանան, պարոն Ծատուրյան, ժամանակակից մանկավարժությունը, բան, ասում եմ, պիտի խրախուսես։ Եկել եմ ստեղ եմ հասել, որ չնեղացնեմ էլ, պիտի նեղացնեմ էլ։ Դարձողը կդառնա։ Սուտ բարությունն է, զզվելի բանը։ Պետք է չար լինել, պետք է շատ փաստարկված երևի։ Ռեալ։ Օրինակ ես սուտը չեմ սիրում, ինչի ստեմ։ Սուտը գիտես ինչա, վախկոտության նշան է, երբ որ մարդ վախկոտը ստում է, որ տակից դուրս գա, ես երբեք չեմ ստում, իմաց համար կարևորը ճիշտը ինչն է, մարդը չի, բնությունն է, այդ դա ճիշտն է, և հիմա էլ պայքարում է մարդկության դեմ լավ անում, որտեղ մարդկությունը բնության հերնուսում անցի, չի ստացվի։ Լեհագին անիցել է։ Պարոն Ծատուրյան, 80 անցում դուք ձեր միտքը պայծառ պահել եք, ես տեսնում եմ, մենք զրուցում ենք, միտքը պայծառ է, դուք դա համարում եք երիտասարդների հետ աշխատանքի, նաև գիտեմ, որ դասավանդում եք, այս պահին էլ աշխատում եք, դրա հետևանքը չասենք, արդյունքն է, շատ եք կարդում, երաժշտությունը, բայց հիշողությունը խայտառակ է։ Ահա վրա գնում այդ հիշողություն կորում է։ Իսկ ինչ վերաբերում է ջահելներին, հա, ես չեմ աշխատում, որտեղ ահագին բան եմ սովորում իրանցից։ Ինձ ասում են դու ես սովորացնում, ես սովորացնում, բայց սովորում եմ, որովհետև ժամանակները փոխվում են, առաջ են գնում։ Իսկ մենք մնում ենք մեր ժամանակի մեջ։ Վերջի գնացքի վերջի վագոններում։ Մի քիչ պիտի առաջ գնալ, մի քիչ տամբուրներով անցնել, գալ եւ նրանք ինձ ստիպում են Ինչից եք վախենում, պարոն Ծատուրյան։ Մահից չեմ վախենում, կյանքից չեմ վախենում, կանանցից եմ վախենում։ Ոնց վախենում եք։ Չեմ վախենում են իմաստով, որ նրանց դժվար է հասկանալ։ Քուշակելը, հասկանալը, բան շատ բան են։ Դե ցայլ մի քիչ խատակի իմաստով եմ ասում, որտեղ հիմա մի բան ասեմ, որ շատ ժողովուրդը նենց կատաղելու, որ չեմ ասեք, որ շատ կատաղելու են, կմոնտաժը։ Ինձ համար մարդկությունը տվյալ դեպքում հայ ազգը, ինչպես նաև ամբողջ աշխարհի մարդկությունը, բաժանվում է 3 կատեգորիաների։ Ցածրագույնը ազգաբնակչությունն է։ Այդ գիտես, որ նա ինչ լուսամուտներ, կիսաբաց լուսամուտներ, այն որ շատ լուրջ դուրս են գալի բիտինգների բան, Ղարաբաղը մերն է, չմանում ինչը ումն է, անգրագետ, երկրորդը ժողովուրդն է, ավելի եւ այսպես եւ այնպես։ Գոնե կասկած ունի, որ սովորելու բան կա։ Անալիզա գոնե անում ինչա կատարվում, ոչ թե հենց այնց խոսում։ Եվ ամենաբարձրը, որը ես ինձ չեմ համարում դրանց մեջ, ազգն է։ Այ ազգը դա Փարաջանովը, ազգը դա Վիկտոր Համբարձումյանը, ազգը դա Մինաս Ավետիսյանը։ Քանի տոկոսն է, պարոն Ծատուրյան։ 1, 2, 5։ Հա, երիկա այդքան չի կարող շատ լինի, իսկ Լեհաստանում ով է, Շոպեն, հա։ Ով է եղել։ Կան բան, Թուրքիայում էլ նույնիսկ կան տենց արկայցումներ են դրանք շատ չեն կարող լինել, բայց դա է ազգը,
Ձեր տարեդարձներ, բոլորին խոստացաք, որ 100 տարեկան եք դառնալու։ Այո։ Երկարակյաց համարում եք ձեզ։ Արդեն համարեք։ Իմ նախատատը ապրել է 117 տարի։ Տատս ես 13 տարեկան եմ եղել, որ նա մահացավ։ Եվ ես հիշում եմ այդ թաղումը Մատենադարանից մենք պրոսպեկտի վրա էինք ապրում, մինչև մեր տունը, որ 10-րդ ապտեկաներ բաներ շուկայի մոտ են լեպլեցուն ժողովուրդ էր, եւ ես ապշում եմ, եթե այդքան ժողովուրդ են չեն եկել, հետո ինձ պատմեցին, որ տատը եղել է որբերը հավաքել, կերակրել, բանարել, Տիկին Աշխեն հայտնի անձնավորություն է եղել, մի հատ տուփա ունեցել որբերի համար հավաքել է, ժողովուրդը տվել են, կանչել է իրանց տուն, սեղանները գցել, կերակրել է, բան, մի խոսքով, եւ այդ բանի ժամանակ Ավետիք Իսահակյանն է եղել, ինձ պատմեցին, որը ասել են մեքենա նստացնենք մինչև Թոխմախ, ասել է չէ, ես ոտոպտի գնամ Տիկին Աշխենի հետևից, որտեղ ինքն էլ է եղել այդ որբերից, հետո պարզվում է, մի խոսքով շատ 117 տարի, տատս ապրեց 92 տարի, մայրս 86, այդպես ոնց է իջնում, դե ես էլ մի չեմ անում այդ։ Արդեն ասել եք 100, էլ թիվ չփոխեք։ Հա, չէ, հալա ես 81 եմ, մայրս 86 է, պիտի։ Դուք ձեզ բախտավոր պիտի որ համարեք, որովհետև ասում եք տիեզերական օրենքներից մտածում եմ, այն որ տատին օրհնում են, այդ օրհնանքից էլ ձեզ հաստատ բաժին է հասել, որտեվ սերունդներով են օրհնում, երբ որ օրհնում են, համել ձեր հայրը ձեր համար թատերական աշխարհում արդեն ճանապարհ բացեց, ձեր ճանապարհները դժվար չեն եղել։ Հայրս փակեց ճանապարհս։ Ոնց փակեց։ Չէր ուզում որ դառնամ ռեժիսոր։ Ինքը ռեժիսոր էր, կինո Դրա համար ռեժիսոր էր եւ հարցնում։ գիտի որ դա ոչ փողաբերում կարգին, ոչ փանաբերում։ Դեկաններին շուտի թատերական, բայց որպես ինքը չերևա բանի դասատուին ռիթմիկայի, որ ասել էր կտրի իրան քննության։ Որիշ դառնայինք, բայց Դա շատ էր ուզում, որ ես դաշնակահար դառնամ, որտեղ Չայկովսկի դպրոցում եմ սովորել, բայց չդառա էլի, ինչպես հասկանում ես։ Մի խոսքով, հա դառա ռեժիսոր, ես եմ ել ժողովրդական արտիստ, բաներ են։ ճիշտը որն է, որ այդ ամենը սուտ է, Ախր ճիշտը։ Ֆայինա Ռանևսկայան շատ իմ սիրում, ես այդ կնոջի Ես էլ։ ճիշտ է խոսում։ Ասում է, երեք ես տանը նայում էի իմ թաղման են բաներին, առարկաներին, որոնք պետք են, իմ օրդենները, իմ մեդալները, իմ գովասանագրերը, որոնք բանի առաջով տանում են, չէ դագաղի առաջով, ընդամենը էտ են, ընդամենը, սուտը չեմ սիրում, այս սուտը պաթոսը չեմ սիրում են, որ Ձեզ այնքան շատ են քննադատում, ինչ ասում եք քննադատում են, ամեն ինտերվյուից հետո քննադատում են ձեզ, ասում են մտավորականը սենց, մտավորականը ոնց պիտի լինի, ինչպես պիտի լինի։ Բա ես խոսում եմ, որ ինձ քննադատեն, թե չէ որ չքննադատեն ումն է պետք, մոռացան կմատնեմ, թող շատ Հատուկ սադրում եք, այսինքն, հատուկ եք սադրում։ Հա, իհարկե։